Գյումրիում պաշտոնապես գործարկվեց հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան, որը նպատակ ունի պատրաստել ժամանակակից մտածողությամբ ու գործնական հմտություններով մասնագետներ պատրաստ մրցելու ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկաներում։ Կոենք որ Գյումրիի մեջ կգտնվենք եւ ամենքնից միասին պիտի գտնվենք ոնցեր մեր բարեկամները եկած են Զվիցերիայեն, Բերութեն, ամեն դերեն, որպեսզի ասպացումը լա։ Ակադեմիան ստեղծվել է Բարերար Վահե Գաբրաշի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ ջանքերով։ Գյումրին մեզի համար երդասարտներու կերակ է, մշակույթի կերակ է, ուրեմն ավելի պետք է անենք, չէ՞, ուրեմն անիկա գուզենք որ բերենք այսօր Գյումրիին համար։ Տուրիզմի ոլորտի մեր մագարտակը Հայաստանի մագարտակը բարձրացնենք եւ ավելի քաշողական ուրեմն բամ ունենա Հայաստանը տուրիզմի ոլորտի մեջ։ Սա նաեւ կրթության ապակենտրոնացման դրսևորում է Գյումրու դերը այսպիսով կարևորվում է որպես կրթական նոր կենտրոն։ Շատ ուրախ կլինեմ տեսնելու նոր մագարտակի սերվիս Գյումրիին, նաեւ մեր օտանավակայանի թռիչքներն են Եվրոպական թռիչքներ են նոր բացում եւ հյուրընկալության դպրոցը Գյումրիում տալու են նոր որակի աշխատատեղեր, նոր որակի սպասարկողներ։ Ակադեմիան կպատրաստի մասնագետներ երեկոությամբ խոհարարական արվեստ, ռեստորանային սպասարկում, հյուրանոցային կառավարում։ Մասնագետները ընտրվել են Հայաստանի լավագույն մասնագետներից, որոնք անցել են առաջի փորձաշրջանը Հայաստանում եւ ուղարկվել այդ փորձաշրջանից հետո Լոզանով անցնելով համապատասխան դասավանդումները եւ տալով համապատասխան քննությունները ստացել են սերտիֆիկատներ, որոնց իրենց հնարավորություն է տրվում դասավանդելու։ Ուսանողների ընդհանուր թիվը նախատեսվում է մինչև 1000-ը, իսկ առաջին ընդունելության փուլում 300-ից ավելի դիմորդներից ընտրվել է այս պահին մոտ 10-ը։ Գիտեմ որ թիվը քիչ է, բայց երբ որ Հնդկաստան բացին աստուբրոցը, քանի միլիոն գա Հնդկաստանի մեջ, 1 միլիարդ, 1.5 միլիարդ են, երբ որ դպրոցը բացվեցավ 5 հոգի գար, այսօր 10 գա Գյումրիի մեջ, ուրեմն դուք եք հիմա ինչ պետք է անենք։ Յուրաքանչյուր մասնագիտական ուղի ունի 3 աստիճան, հիմնական, միջին եւ առաջատար։ Ամեն մակարդակը տևում է 6 ամիս, որի կեսը տեսական ուսուցումն է, մյուս կեսը գործնական փորձառություն հյուրընկալության ոլորտի հաստատություններում։ Բարերարների կողմից 3 մասնագիտություններով յուրաքանչյուր մասնագիտությունով մեկ ուսանող ազդարարվեց, որ կֆինանսավորվեն բարերարների կողմից եւ նրանք կստանան այդ կրթությունը, բայց մեկ պայմանով, որ պետք է ուսանողները տիրապետեն B1 անգլերենի իմացության եւ 3 տարի աշխատեն մարզում։ Մինչև Գյումրիում հայտնի Գյուլբենկյանի անվան շենքի վերանորոգումը, որը հատկացվել էր հայ-շվեյցարական ակադեմիային, ուսումնական գործընթացը կանցկացվի Grand Hotel Apricot Գյումրի հյուրանոցում։ Ասիգա սկիզբեն պատրաստված է որ հոս 2-3 տարի 4 տարի հոսնենք եւ վերջեն դեստանք ինչպես պիտի առաջանա ասկոծը եւ երբ որ լնի անշենքին մեջ կերտենք։ Ակադեմիան առանձնանում է իր գործնական մոտեցմամբ, միջազգային ծրագրերով եւ ուսուցման որակով, որն ամբողջությամբ համապատասխանում է շվեյցարական չափանիշներին։ Ուսումը հասանելի է 18 տարին լրացած անձանց համար, ովքեր ունեն անգլերենի բավարար իմացություն։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։